Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվող բյուջե 2025-ի քննարկումներում զեկուցելու հերթը իրավական ոլորտի գերատեսչություններինն էր։ Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարց ուղղեց դատախազությանը, ինչն է պատճառը, որ պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված գործարքների արդյունքում պետությանն ու համայնքին վերադարձված գումարի չափը 110 միլիոն է կազմել, պատճառված 5 միլիարդ դրամի փոխարեն, իսկ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում 36 միլիարդ 260 միլիարդի փոխարեն։ Եթե 143 միլիոնին գումարենք նաև գույքային տեսքով հետ վերադարձները, այսինքն հողատարածքներ, ինչպես նաև այլ տեսակի գույքեր, դպրոց, մանկապարտեզ, իրանք կադաստրային մոտարկված արժեքով գերազանցում են 5 միլիարդը, ձեր նշած թիվը դա զուտ դրամային գույքի մասով էր։ Նույն տեսքը մոտավոր ունենք նաև ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված։ Արդարադատության նախարարին հարցեր ուներ Գեգամ Նազարյանը, հետաքրքրվեց, ժամանակը չէ, որ քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժերը պատասխանատվության ենթարկվեն։ Մենք մտածում ենք ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա ապագայում հնարավոր կլինի կուսակցությանը զրկել, օրինակ, ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, եւ եթե լինի կոնսենսուս, ապա մենք հենց սահմանադրության նախագծով դա կսահմանենք, այսինքն եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ եւ նաեւ խախտումներ, որոնք կարող են կապված լինել ենթադրյալ հանցագործությունների հետ կամ կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա պետք է մենք ունենանք նաեւ սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցությունները ուղղակի հնարավորություն չունենան մասնակցել ընտրական process-ներին։ Հաջորդ զեկուցողը Վահագն Հովակիմյանն էր, ընտրակաշառքը կանխելուն ուղղված ինչ մեխանիզմներ է առաջարկում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Նազարյանի հարցինի պատասխան Հովակիմյանն ասաց, որ այս փուլում չի կարող, բայց ընտրական գործընթացների ավարտից հետո ազգային ժողովում հաշվետվության ընթացքում կներկայացնի իր դիրքորոշումը։ Ալխաս Ղազարյանը հարցրեց, հունիսի 14-ին վերջնական արդյունքներով վստահաբար հաստատվելու են քվեարկության արդյունքները։ Հունիսի 14-ին մենք ունենալու ենք իդեալական արդյունքներ։ Որոնք ունենք արձանագրությունները։ Այո, եղել է տեխնիկական սխալ մուտքագրում եւ պիտի բոլորին ասեմ, որ նման ընդամենը 5 դեպք, 5 կամ 6 դեպք եղել սխալ մուտքագրում երբևէ չի եղել։ Միշտ այդ տվյալները շատ են եղել, սխալ մուտքագրումները նախորդիվ շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, երբ որ ինչպես ես ասում եմ, մեկ ձայնը որոշիչ է եւ այս սրանով է պայմանավորված, որ բոլորը մի քիչ նյարդերը լարված են եւ այլ, բայց այս է իրավիճակը ընդամենը ու պիտի ասեմ, որ մեզանից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ չկա այդպես այլ մանր։ Իսկ արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքերի բացահայտումներից հետո վերլուծություն արել է ծավալների մասին։ Կոմիտեի նախագահին հարցրին պատգամավորները։ Թափուր հաստիկների թիվը հասնում է գրեթե 60-ի։ Այսինքն նման մարդկային ներուժի պայմաններում հակակոռուպցիոն կոմիտեն ըստ էության իրականացրել է 100-ից ավել բացահայտումներ ամբողջ հանրապետության տարածքում եւ քննել է շուրջ 115 քերական վարույթներ, որոնք առաջիկայում նորից ավելանալու են, նորից ունենալու ենք նոր բացահայտումներ, հետեւաբար արդյունավետության առումով հաշվի առնելով նորից եմ ասում մարդկային ներուժի ու նաեւ տեխնիկական հնարավորությունները կոմիտեի գնահատում եմ կատարված աշխատանքը բավականին բարձր եւ արդյունավետ։ Որպես Հայաստանի քաղաքացի, ուղղակի ձեզ խնդրում եմ, որ ընտրություններից հետո չկանգնել, որովհետեւ կարելի է ուսումնասիրել շատ փաստեր եւ այդ հետքերով գնալ եւ կանգնել այդ կոնկրետ հանցագործությունների վրա։ Նախկինում օրինակ Վաղարշապատ համայնքում կատարված ընտրություններից հետո ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մենք ունեցանք բազմաթիվ բացահայտումներ եւ ունեցանք, եթե չեմ սխալվում, մոտ 5 տասնյակի հասնող մեղադրյալներ, ովքեր մեղադրվեցին ընտրակաշառք տալու եւ ստանալու մեջ եւ այդ բացահայտումները կատարվեցին ընտրական process-ներից հետո։ Հիմա եւս այս ընտրությունների արդյունքներից հետո կոմիտեն իր ամբողջ կազմով տարբեր ուղղություններով եւ հանրապետության ողջ տարածքում աշխատում է եւ վստահեցնում եմ, որ մենք կունենանք նոր բացահայտումներ այս առումով, մենք արդեն ունենք օպերատիվ մարմնում ունենք բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, այսինքն չեն գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք եւ իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ եւ հետապնդումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև այս պահին ունեցած բացահայտումների ցուցանիշը։
Հունիսի 8-ի կամ 9-ի դրությամբ մենք ունեցել ենք 115 քերական վարույթ, որոնցով քերական հետապնդումներ ենք հարուցել շուրջ 240-ից ավել անձանց նկատմամբ, նրանցից 100-ը կալանավորված են, մնացածի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ։ Հիմնական հետապնդումները վերաբերել են բնականաբար ընտրակաշառք տալուն եւ ստանալուն, ինչպես նաեւ ունենք բարեգործության արգելքի խախտման դեպքեր։ Հայտնեց դատական դեպարտամենտից տեղեկացրել են, որ ներկայացված խափանման միջոցների միջնորդությունների գրեթե 90%-ը դատարանները բավարարել են։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։